Մոտ մեկ ամսվա դադարից հետո Շենգավիթի նստավայրում շարունակվում է Բագրատ Գալստանյանի ու Սրբազան պայքարի 17 մասնակիցների գործով նիստը։ Մինչև մեկնարկը Սրբազանն ապակյա պատնեշի մյուս կողմից շփվում է աջակիցների հետ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվում է նախօրեին խորհրդարան տարած գրքերի ճակատագրով։ Ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանությունը յուրացնելու համար մեղադրվող Գալստանյանի պաշտպանը հանրային մեղադրողներին բացարկի միջնորդություն է ներկայացնում։ Պաշտպան Խուդոյանն ընդգծում է, որ քրեական վարույթի նյութերում առկա կեղծիքն է բացարկի հիմքը։ Ըստ պաշտպանի գաղտնալսումների սղագրությունները կոնտեքստից կտրված են, իսկ հանրային մեղադրողները հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմ։ Հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել վարույթից, բացարկը հայտնում եմ իմ անունից, բացարկը հայտնում եմ իմ վստահորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի անունից եւ բացարկը հայտնում եմ Մխիթար Գոշի անունից։ Այնուհետև պաշտպանը ներկայացնում է ամիսներ առաջ հրապարակային դարձած ձայնագրությունների սղագրությունները, ըստ Խուդոյանի քննիչը կատարել է կեղծիք, երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար։ Կեղծված ապացույցները հետագայում տեղ են գտել մեղադրական եզրակացության մեջ։ Ձայնագրության հրապարակված հատվածը Հովհաննես Ավետիսյանի ու Բագրատ Սրբազանի խոսակցությունից են քաղաքացիներին պատերի տակ գյուլելու մասին։ Մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար։ Գալստանյան դժվար չի, մենք դրել ենք բանի վրա համոզենք, քարոզենք, ինչ համոզենք։ Երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը պրծավ գնաց։ Ես դրան լուսավորչական դիկտատուրա եմ ասում, պատասխանն է հնչում։ Գալստանյան, գնդակահարում ես ինչու, համարում ես, որ ինքը գործել է դավաճանաբար պետության դեմ, գնդակահարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Ավետիսյան, այդ կարգի գործողությունները մենք մեր թիմակիցների հանդեպ առաջին հերթին պիտի անենք, որովհետև մեր մեջ են լինելու մարդիկ, որ չի լսում այստեղ, մեկին դրիր այդ փողի բանի վրա փչանալու են տեղում։ Գալստանյան, հենց առաջինը թիմակիցներին։ Ամբողջական համատեքստում խոսակցության բովանդակությունը երկրի անվտանգային համակարգին է վերաբերում, ոչ թե հանրահավաքների ժամանակ մարդկանց սպանելուն, ասում է փաստաբանը։ Այնինչ գլխավոր դատախազն ու քննչական կոմիտեի ղեկավարն իբրև ապացույց հանրայինի եթերում այլ կոնտեքստում էին դա ներկայացնում։ Կար նաև Վազգեն Գալստանյանի զրույցն այն մասին, որ չեն բացառում նաև երկու անձի, ոնց որ իրենք են ասում, այսօր է շատ ազգային ժողովում այդ բառը կրկնվեց, գյուլելու, մի 15 հոգու բանտարկելու, հետո ընտանիքի անդամներին փոխհատուցում տալու եւ նմանատիպ այլ խոսույթ։ Հանցավոր խմբի անդամների այս նախանշված գործողությունները նաև որոշ մասին նաև հրապարակել են, իրենք նաև չեն բացառել անձանց կյանքի զրկել, անձանց առողջությանը ծանր վնաս պատճառել, այսինքն այս process-ի մեջ այս ամեն ինչը գտնվել է թույլատրելիության սահմաններում։ Գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի ղեկավարին Բագրատ Սրբազանը 3 հարց է ուղղել, որոնք անպատասխան են մնացել։ Նախ ուզում եմ, որ հարցերից պատասխանեն, ինչին է վերաբերում երկու հոգու գյուլել, 15 հոգու բանտ դնել արտահայտությունը, երկրորդ ավտոբուս վառելու թեմա կա, թե չկա, երրորդ ռուսական հետք կա, թե չկա։ Հիմա դուք կասեք, երրորդը մեզ չի վերաբերում, բայց գոնե այն երկուսը ձեզ վերաբերում է։ Խորհրդարանի ամբիոնից իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են հենց այդ երկու հոգու գյուլելու եւ 15 հոգու բան տնելու մասին, որը տեսակ որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք տվել փոխել եք։ 3 ժամ տևած քննարկումներից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը։ Իրավիճակը լարվեց ու սկսվեց վիճաբանություն, երբ պաշտպաններից մեկը դատախազներին մեղադրեց անաչառ չլինելու համար։ Դուք հելում ասում եք, դուք սոփեստություն եք անում, մենք էլ ստեղ իրավաբաններ ենք, Մխիթար Գոշը ստացել ենք, դա հաստատված է, որ մենք Հաջորդ նիստը հոկտեմբերի 9-ին է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։